Անուն Սամվել Կարապետյանի հետ ցիտում, ի վերջո այսպես ցիտելով ուր ենք հասնելու։ Սատանան էլ է Աստվածաշունչ ցիտում։ Ուրիշ գործիք չունի։ Եկեղեցու եւ կաթողիկոսի դեմ սկսված այս գործընթացը ինչ նպատակ է հետապնդում։ Նիկոլ Փաշինյանը ուզում է պարզել ուսակրոնության ուխտը խախտել են թե ոչ եւ ասում է պետք է Վեհարանը ազատվի կաթողիկոսից։ Նայեք, եկեղեցու մասին իրավունք ունի խոսելու, իրավունք ունեն խոսելու բոլոր այն մարդիկ, ովքեր այդ եկեղեցու օրենքներով, կարգերով անցած մարդիկ են։ Խորքում այդ եկեղեցու հետևորդ են կամ անդամ են։ Մենախ մենք պետքա պարզենք, ինքը անդամ է թե չէ։ Նախ ես չեմ ուզում իր մասին խոսել, ինքը թեմա չէ ինձ համար, չկա։ Չիկ։ Ոչ միայն չարիք, այլև չիկ։ Երկրորդ։ Թող ասեն իրենք օրինական ամուսնացած են թե չէ, եկեղեցու հավատամքը գիտեն թե չէ, ամեն կիրակի հաղորդություն ստանում են թե չէ, եւ այսպես շարունակ։ Այդ երեք բանը թող ասեն, մնացածը հետո կխոսենք։ Բայց իր չլինելով իրողությունը չի փոխվում, Սրբազան հայր։ Սատանան էլ չկա, չէ, իրողությունը չի փոխվում։ Մենք կռվում ենք։ Լավ, ի վերջո հանգուցալուծումը ինչպես պետք է լինի այս ամենի Սրբազան։ Նա պետք է հեռանա։ Ինչպես։ Շատ սիրով, քրիստոնեաբար։ Պետք է հեռանա։ Աղոթք ցիտելով, դիվահալածությամբ եւ մնացած քրիստոնեական բոլոր գործիքներով ու սիրով, շատ սիրով։ Եվ ոչ միայն ինքը, իր խմբակն էլ հետ է, ինչպես շատ դիպուկ պարոն Կարապետյանը ասել է։ Այսօր հայտարարումներ, որ եկեղեցու Դուք ուրիշ բան չունեք խոսալու։ Ինքը իր գլուխը պատին է տալիս ով ինչ է հայտարարում, ինչ կապ ունի։ Ուսակրոնության հարցը չենք մենք բարձրացնում, այլ լեգիտիմության։ Նախ իր լեգիտիմության հարցը թող բարձրացնի, թե կառավարության մինչև այսօր արձանագրված որ կետով ծրագրային ինչ են կատարել։ Իր նախընտրական արշավին ձեռք կտրելու, հետո հանձնելու, այդ մարդկանց խաբելու, ինչ են կատարել։ Թող պետական իր ստանձնած ծառայության եւ ուխտի մասին մտածի կամ երթումի, որ տվել են։ Այն մնացած հարցերը իր գործը չեն։ Խորքում իր գործն չէ։ Եվ ես ասացի, ինչու իր գործը չէ, եւ իր նմանների, ովքեր իրավունք ունեն խոսելու։ Ովքեր իրավունք ունեն խոսելու։ Ովքեր անցել են այդ եկեղեցու կանոնների, կարգերի եւ այլնի միջոցով։ Ովքեր են անցել։ Մենք վկայություն ունենք, չէ՞, ընտանեկան կյանքի, սրա, նրա մարդիկ կան 2 կին ունեն, 3 կին ունեն։ Դուք հո լավ գիտեք այդ մասին։ Ու ես չեմ ասում, հարցրեք իրենց։ Դուք հիմա իր հեռանալու լուծումը տեսնում եք ընտրությունների միջոցով։ Այս ձեռքի մեջ է հեռանալու լուծումը։ Այս ձեռքի։ Սրբազան, ձեր կարծիքով Մայրաքորում հոգևոր խորհրդում Նիկոլ Փաշինյանը ունի հենարան, արդյոք հոգևոր խորհրդի բոլոր անդամները անվերապահորեն աջակցում են կաթողիկոսին։ Ես վստահում եմ իմ բոլոր եղբայրներին։ Օրինակ Վազգեն Սրբազանի անունն է շոշափվում։ Ես վստահում եմ։ Հատկապես երբ մեծ ընդունելություն իրականացրեց Նիկոլ Փաշինյանին ջերմորեն ընդունեց։ Դուք հիմա այդ թեման ինչու եք հարցնում։ Եկեղեցուց եք։ Ես վստահում եմ իմ բոլոր եղբայրներին։ Սրբազան, ի վերջո Նիկոլ Փաշինյանը փորձել արել 2018 թվականին նաև կաթողիկոսի հեռացնելու, մենք հիշում ենք հանրահայտ դեպքերը։ Ինչու այսպես դադար եղավ ու ինչու հենց հիմա սկսեց բացատրություններ ունեցել։ Նայեք, շատ են խոսել այդ մասին, հավանականության տեսությունների եւ այլն, բայց նաեւ կա ժամանակագրություն։ Շատ բարձ ժամանակագրություն։ Ես դեռ 2.5-3 տարի առաջ ասել եմ այս մասն, ասեմ Արցախը կուլ տվեց ես սրանք, հաջորդ թիրախը եկեղեցին է, և ընդհանրապես երբ ինձ հարցել են միշտ, եկեղեցին ինչու այս չան, ինչու այն չան, ինչու այսպես չի վարում, ինչու այն, ես ասել եմ եկեղեցին վերջին խրամատն է, ժողովուրդ, այն վերջին կետն է, որ եթե մենք զիջեցին, գնաց, վերջացավ ամեն ինչ մեր կյանքը, մոռացեք, որ մենք խափառական լինելուց բացի ուրիշ ճակատագիր կունենան։ Եվ դա են իրականացնում։ Շատ պարզ է, շատ մեղմ ամնկումներ են, այսպես միամիտ պատահական ամեն ինչ է ի դեպ։ Փաշազադը մի կողմից է խոսում, Փաշինյանը մի կողմից է խոսում, փաշերով։
Այն մյուսը մի կողմից Փաշազադան իր հայտարարություններից առաջ օրինակ խոսում է մշակութային ժառանգության եւ այլնի, եկեղեցու սպառնալիքներին։ Հայաստանից արձագանքել են որևէ ձևով։ Ասենք օրինակ մարդու իրավունքի պաշտպանի մակարդակով թեկուզ արձագանքել են։ Այո, արձագանքել են։ Ինչ են ասել։ Պատերազմի չի լինելու, լինելու է խաղաղություն եւ գնալիան Չէ, խաղաղության օրակարգ։ այո, դա բանի պես այսպես բանդակի մեջ մտած թութակի պես հա խոսում են, հիմա ինչ կապ ունի դա։ Ես կներես Հրանտ ջան, ուրեմն իմ ասելիքը հետեւյալն է։ Այս մարդիկ ամեն իմաստով ուղղակիորեն ապրում են, գործում են, խաղում են թերքական, ադրբեջանական հյուրասիրության ներքո։ Իդեպ նա Թուրքիա է գնում, դուք կապ տեսնում եք այս ամենի մեջ։ Այո, ամեն ինչի մեջ էլ այլևս տեսնում եմ։ Ես ժամանակին այնքան մեղմ էի իմ գնահատականների մեջ։ Ինչով էի մեղմ, որ մշտապես վերագրում էի ոչ դիտավորության, ոչ դավադրության տեսության, ես սկզբունքով էլ հավատացող մարդ չեմ դավադրության տեսությունը, պարզ ասում եմ։ Բայց դեպքերի խորությունը, ասենք, եթե մարդը 2 անգամ է սխալվում, 3 անգամ, 10 անգամ թեկուզ, կմտածես, որ լավ, հասկացանք, մարդկայնորեն կարելի է, բայց երբ որ 100 անգամ ու հետևողական, դա արդեն ինչ է մտքիդ մեջ։ Հարցեր է առաջացնում, չէ՞ որ ինչու է այսպես տեղի։ Համոզվել եք որ դավաճանության արդյունքն է Վաղուց, ուրացման։ Ինչին ամեցել։ Մեզ ինձ քեզ վայր։ Բոլորիս մեր ամեն ինչն է ուրացել։ Մարդը չի կարող, պարզ օրինակ, անընդհատ չեմ կրկնելու էսա։ Մարդը չի կարող ասել, որ ես ձեր թիկունքում որևէ բան չեմ անում, մինչև այսօր չի հրապարակում, ինչ էր, խաղաղության պայմանագիրեր դարձավ համաձայն։ Մինչև այսօր ձեր թիկունքում հրապարակված կետ տեսել եք դուք։ Մարդը ասում է, ես ձեր թիկունքում ոչինչ չեմ անելու։ Ժողովուրդ, ամեն, հիմա էլ ասում ես հրապարակի, ասում դա ամեն ինչ գիտեք։ Չէ, չգիտենք։ Եվ չի ուզում շատ Չգիտենք, ոչ մի բան չգիտենք։ Ստախոս խափեբար, ուրիշ բան չկա։ Հետևաբար ասում եմ, երբ որ դուք ասում եք այդ դավադրություն, այո, տեսանելի աչքիդ առջևն է, մարդը ասել է չի անում։ Չեմ խափելու ես ձեր ժողովուրդ, ձեր թիկունքում ոչինչ չեմ անելու։ Մենակ ասելու եմ Արցախը, Հայաստանը եւ վերջ եւ հանձնելու եմ։ Ձեր թիկունքում չեմ մի գիշերվա մեջ անելու եմ ամեն ինչ, չեմ անելու ոչ մի բան։ Բայց համաձայնագիր եմ ստորագրել խաղաղություն, որ ձեր կյանքի մասին է, կոնկրետ ձեր, մեր այստեղ գտնվող մարդկանց կյանքի մասին է։ Այդ թուղթը, որ իրեն կենսական նշանակություն ունի, արյունը այսպես ավիշվում է թղթից, ավիշ բառը կարող չիմանալ ասել։ Այդ թղթից այսպես ինչ ասեմ, հորդում է ուղղակի։ Այդ թուղթը իմ կյանքի հաշվին է, քո կյանքի մասին է, մյուսների այսքան մարդու եւ հազարավորների մասին է։ Ոնց ես դու գաղտնի տանում անում։ Գաղտնի ումից ես սպանում, թշնամուց, որի հետ համաձայնագիր է ստորագրել։ Բայց նույնիսկ կրթվել է նորաձև շարժման հետ ֆինանսավորում է գաղտնի։ Դա էլ դու ասեցիր արդեն։ Սրբազան այդ Թուրքիա մեկնելով պայմանավորված, արդյոք բացառում եք, որ Սահակ Սրբազանի հետ հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանը եւ լավ ճանաչելով Սահակ Սրբազանին, որևէ խոսք հորդոր ունեք։ Ես որքան գիտեմ, Սահակ Սրբազանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Մնացածը չգիտեմ։ Սրբազան Այսօրերին է այնտեղ թե ոնց։ Որքան ես տեղեկացել եմ, այո։ Այսօր Գեղամ Նոզալյանը ասում էր, որ այդ սահմանագծումից հետո ավելի անվտանգ է դարձել իրանց սրա հետ կապված ինչ մեկնաբանություն ունեք ձեր շարժումներից։ Շատ սիրելի մարդ։ Ես մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնում եմ։ Գեղամ Նազարյանն իմ կյանքի ամենամեծ ցավն է։ Այսքան բան։ Ցավերից մեկն էլ չէ, ամենամեծ ցավ։ Ինքը գիտի ինչ եմ ասում։ Շատ լավ գիտի։ Ես ամոթով եմ ասում դա, ինքս ինձ ճզմելով եմ ասում դա, բայց չեմ կարող չասել։ Անկեղծ ասում եմ, ներս ալեկոծումով եմ ասում, բայց չեմ կարող չասել։ Փողոցայինը սրանք են, մերը հրապարակայինը։ Դու տեղում կլինես անպայման։ Այ աղջիկ, Չուչարը վայի հետ մի ժամ կռիվ էի անում, ասում եմ, մեր բոլոր քայլեր, հիմա որ ես եկել եմ այստեղ, չէ, ասեմ, դու եմ գլուխ եմ եղել, մի 7 մեքենա մեր հետևից եկել է, ամեն ինչ գիտեն ես մարդիկ։ Ինձ?
Չէ, ես ուղղակի ասում եմ զուտ տեղեկատվության իմաստով։ Կներեք, ուրեմն ինչ է ասում, ամեն ինչ գիտեն այս մարդիկ, մեկ էլ ուզում եք, որ լրատվականներով, բաներով ասեն, ծափարում են, հա, բայց մեթոդաբանությունը ուրիշ է մի քիչ, էլի, թույլ տվեք, այս անգամ չսխալվեն։ 26 թվականի Չէ, ընտրությունները իշխանափոխություն հնարավոր է իրականացնել ընտրություններով։ Հիմա իմպիչմենտի գործընթացը սկսել, ասում են, լսին, ամեն ինչ կյանքում հնարավոր է։ Մեզ միշտ ասում եմ հարց տվեք, ոչ թե հնարավոր է թե ոչ, այլ հարց տվեք անհրաժեշտ է թե ոչ։ Անհրաժեշտ է սպասել ընտրություններին։ Ոչ, Սրբազան, լավ։ բայց անհրաժեշտ է փոխել, հեռացնել։ Հիմա որ ասեմ էլի կներանեք, բայց պիտի ասեմ։ Այն ժամանակ որ դուք գալիս եք, այդ շարժումը սկսել եք, ես ամեն անգամ հարցնում եմ, ձեր դուրը չէր գալիս, ասում եք, հես շուտով սպասեք, հեսա կլինի։ Բա ինչ ասեմ, վայ։ Խորհրդավորության շղարշեք բաները, այդպես չիմացանք ինչ է։ Հիմա էլ եք նույնը ասում։ Հիմա ամբողջ հրապարակ եմ, ասեմ, ասեմ օրինակ հունիսի 22-ին, չէ, լավ, հունիսի 22-ը լավ, մոտավոր ժամկետ ասեք, հունիսի լավ։ 22-ը կիրակ է, հունիսի 23-ին ժամը 4-ին լինելու են կառավարության ամառանոցների դիմացի։ Կլինի։ Չէ, այն ժամանակ ասեք մայիսի 1-ին եկանք, հետո ժամկետ տվեցիք, ասեցիք 48 ժամ, չգիտեմ, 10 պայքարը, կյանքը, կմեծանանք, փոքրանանք, կընկնենք, ելնենք, կխոցվենք, միջոցները կսպառվենք, ավելանան։ Այդպես մաշվում են գնալով իրանցի պատմաններ Հիմա մեր մաշվելն է կարևոր, թե մեր պետության մաշվելը։ պետություն նկատին է, պետությունն է մաշվում։ Դե որպեսզի մենք որպեսզի պետությունը չմաշվի, մենք այդ պայքարի ոչինչ, իմիջիայինը սա մասին ասեմ, որպեսզի պետությունը չմաշվի, մենք այդ պայքարի տրամաբանությունից պետք է դուրս չգանք։ Հոգնել ենք միգուցե, հուսախաբվել ենք, ինչ իմանամ, հազար բան չի ստացվել ինչ որ ձևով այն ինչ որ Մենք այն տրամաբանությունից դուրս չենք գալիս, Նիկոլ Փաշինյանն էլ իր կաբինետից դուրս չի գալիս, դա է տարբերությունը։ դուրս կգա։ Շատ սիրով դուրս կգա։ Էլի նորից։ Եվ որ ասում եք իմ ձեռքի մեջ է Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ինչպես եք դա պատկերացնում, այդ ձեռքով ինչ եք անելու ոչ։ Հրավիրելու եմ դուրս։ Ասես մի ասեք, ես Ալեն Սիմոնյանը կասեւ այդ ձեռքդ որտեղ էր դրանից առաջ մինչև դուրս հրավիրել է։ Որոշ չունեք, վտանգավոր այդ։ Կճաշակի։ Կիմանա որտեղ։ Շարունակում են սրբազան ձեզ անվանել նոտարիուցիա։ Հա մի բան պետք է ասեի, վայն ասում, մի րոպե մի հատ ասեմ, հետո գամ դրան։ Վայն ասես, որ ես նիհարում եմ, չէ, պետությունը մարշ, ինչ է, մի ձևակերպ։ Պետք մի առթով ասեմ։ Նայեք այս մարդկանց։ Ինչքան սրանց չափը մեծանում է, այնքան պետությունը փոքրանում է մեր։ Ուղղակի ցուցիչն է, ուղիղ համեմատակ։ Որով այնի չափ։ Հա։ Ոչ։ Դիետա էլ կա երբեմն։ Սրբազան ձեր արձագանքը։ Ինչին։ Որ ձեզ համարում են նոտարիուցիա։ Գործակալները, ուրեմն ինչ ճանաչում են այդ գործակալները, բացահայտվելը։ Ես ուրիշ կարծիք ունեի, կարծում եմ, որ գործակալները չեն կարող գործակալին բացահայտել, ցավոք սրտին, բայց բացահայտեցին, հա։ Իդեպ որ օտար։ Ուրեմն իրենց ողջ կենսագրությամբ այն տվյալները, որ կան իրենց մասին չհերկված ընդունել։ Սկսած օմեգա բառից մինչև վերջացած Թուրքիայում սովորել եւ այլն։ Ինչքան բաներ կան իրենց մասին, գործակալական։ Էլ չեմ ասում են ահռելի գումարները, որ տարիներով ստացել են տարբեր հաստատություններից ու կառույցներից, ահռելի ծավալներ, ու դրանք մեծ խոսում են, դրանք են մեզ համարում գործակալ, իրենք վառված են, գիտեք ինչից, դաղված, որ աշխարհաքաղաքական կարևոր դերակատարություն ունեցող կենտրոններ մեզ հետ կապի մեջ են եղել, եւ մեզ այո փոխանցել են խոսակցությամբ, զրույցով, եւ ես իրավունք ունեմ բոլորի հետ կապի մեջ լինելու, ընդ որում ոչ մեր նախաձեռնությամբ, սա ուզում եմ հիշեն, բոլոր կենտրոնների ինչ իրենց մտքից անցնում է մեզ հետ կապի մեջ եղել են, բոլոր։ Ինչ է դա նշանակում։ Նշանակում է, որ մարդիկ հասկանում են, որ այս պետությունը ուրիշ ընթացք պետք է ունենա կյանքում։ Այդ դեպքում ինչու իշխանափոխություն չստացվեց Եվ մենք այդ ինչ կապ ունի, դա ինչ կապ ունի։ Դե կապում են աշխարհաքաղաքական կենտրոնները։ Իրենք են այդպես, իրենք են այդպիսին։
իրենք են այս կամ նրա ոտքին ու ձեռքին կարոտ մնացել կյանքում, ծնկած, խեղճի պես, որոնց կարան ձեռքով ասեն գնացեք կամ չգիտեմ ինչ եղեք։ Իրենք են այդպիսին, հասկանում եք, իրենք հայելին վերցրած պտտում են մարդկանց շուրջ ու որպես իրենց չասեն գող, իրենք են ասում գող։ Սա է ամբողջ խնդիրը։ Ձեր աչքերի առջև է եղել Էրդողանին, Ալիևին, Ռուսաստանի նախագահին, Բելարուսի նախագահին, այն որ ասում են վեհապարը գնացել է Բելարուս։ Բայց այդ խամաճիկը ինչ էր անում Բելարուսի նախագահի դեմ կանգնած։ Ինչ էր անում։ Կողքը նստած կամ այն նախորդ հավաքներին լուրջ դեմքով այսպես նայելով երեսին։ Ինչ էր անում։ Բա ինչ էր անում։ Բա այդ կենտրոնների հետ ինչ, որպես ինչ։ Փողերը ովքեր են ստանում, то դուք եք ստանում, այ խապեբաս ստախոսներ։ Կերել եք մեր կյանքը։ Ձեր ստացած կեղտոտ փողերով։ Էլ մեծ խոսում են Հայաստանի ինքնիշխանություն։ Այն մեկը չգիտեմ ինչ հերոստանգերություններ ունի, ինչ հարստություն կուտակած, մեր մասին խոսում է, որ մենք Հայաստանի ինքնիշխանություն չգիտեմ ինչ ենք անում։ Աշխատանք ունեք, գնում եք բանվորություն եք անում, թե պատրաստի փողերն եք ստանում։ USAID-ին կտրել էր փողերը, հիմա եվրոպական ակունքներից են փորձում կորզել։ Նիդերլանդիա, Նորվեգիա, չգիտեմ որտեղներ։ Արյուն է այդ փողերի վրա։ Հուդանել է փողով վաճառել Հիսուսին։ Այդ 30 արծաթը իրենց ճակատին դրոշմված է։ Իրենք երկինք էլ թռնեն, երկիրը մեզ ինչ ուզում են անվանեն, ինչ ուզում են անվանեն։ Ամենավերջին զրպարտությունից ու պիտակավորումից մինչև իրենց մտքի պայծառությունից չգիտեմ ինչ ենք անում։ Վաճառական է, ոչ միայն խոսքի, հոգու վաճառական է, մարդու վաճառական է, վաճառական, հոգու վաճառական է, մարդու վաճառական է, վաճառական են ուղղ, այն էլ վատ, կեղտոտ վաճառական է, ոչ մի ձևով արժանապատվություն չունեցող վաճառականներ են սրանք։ Ոչ մի ձևով։ Եվ ասում եմ, պարզ, շատ պարզ, ով ինձ գործակալ է համարել, ինքը թող գնա իր կենսագրությունը, իր ընտանիքի կենսագրությունը, իր կողքի մարդկանց կենսագրությունը, այլ անվանարկումները օմեգա, չգիտեմ, ալֆա եւ այլն, այլ դրանց մասին չեմ ասում, որ չեն էլ մերժել։ Ես հիշեցի Հասմիկ Հակոբյանն էր ձեզ վերջերս գործակալը։ Հասմիկ Հակոբյանը թող իր անձնական կյանքով զբաղվի, ուրիշ բանի մասին չեմ խոսում։ Թող զբաղվեն։ Թող իրենց ներկայանան այնպես, այդ ով է, ես չեմ էլ ճանաչում, ներկայանան այնպես, ինչպիսին իրենք կան։ Այդքան է։ Ձեզ շնորհակալ։ Yeah, Mark.